փոքրիկին ասում էր պորջի լակոտ, ասում էր նման ձևակերպում կա, ապա սատկած առուց քշելու Ֆորմուլա 1-ի Բահրեյնի Գրանպրի բազմակի չեմպիոնի լակոտը ինչ ձևի է լինում, պարոն Ռուբինյան, հենց այդ ձևի լակոտը լինում է, պետք է հայհոյեր ու դահլիճը լքեր։ 6-7 հոգի մանդատը դրեց, եթե հիշում եք, մարաթոն էր, որպեսզի պորջի լակոտը, ինչպես ասում էր պարոն Ռուբինյանը, բանտախցից հայտնվի ազգային ժողովի նիստերի դահլիճում և ստանա պատգամավորական անձեռնմխելիություն։ Հետո էլ գա այս ամբիոնի մոտ կանգնի ու ասի ցույցերի ժամանակ թեթևակի հրեցին և ես կապտուկներ ստացա, ձեռքս մի փոքր ցաված և այդ անիրավ ոստիկանները Ես հիշում եմ Լևոն Քոչարյանի հոր, Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները և ես փողոցային պայքարի կիզակետում եմ եղել շուրջ 9-10 տարի շարունակ։ Ես հիշում եմ օրինակ 2016 թվականը Սարիթաղի, երբ հենասյուների լույսերը անջատել էին ու անհասկանալի ինչ-որ տեղահաբեր կուլ տված հաստավազեր երկաթի ձողով ջարդել էին ծնկից խնձորակու, մենք մտածում ենք ոնց այդ ջարդած ծնկներով Սարիթաղի արահետները հաղթահարենք մթության պայմաններում և պայթող լուսաձայնային նռնակների առկայության պայմաններում։ Ու հիմա ինչ-որ մկանագնդեր գալիս են այս ամբիոնի մոտ կանգնում են ու ասում են թեթև կմճտեցին, կապտուկներ ստացանք, ոստիկանությունը խիստ անիրավ էր։ Ես այն ժամանակ ջարդած ծնկով հիմա էլ ազգային ժողովի ամբիոնի մոտ կանգնած Լևոն Քոչարյան, քեզ ու հորդ ասում եմ, Հայաստանը ձեր երկիրը չի, Հայաստանը իմ երկիրն է, Հայաստանը մեր երկիրն է, դուք մեր երկրի հետ կապ չունեք։ Այն ժամանակ ես ասում եի, որ հրաժարվում եմ լքել իմ տունը, հիմա էլ ասում եմ, դուք այս տանը հյուր եք, դուք Հայաստանի Հանրապետության հետ որևէ կապ չունեք ու չեք ունեցել։ Դուք ու ձեր իրավահաջորդ Սերժը 4-րդ կատեգորիայի քաղցկեղ էիք, որ հայտնվեցիք մեր օրգանիզմում, մեր երկրում ու մեր երկիրը սկսեցիք ներսից ուտել, ներսից քայքայեցիք մեզ։ Եկել կոռուպցիայից են խոսում, ինքնիշխանությունից են խոսում, գույք պարտքի դիմացի մասին մի քանի օր առաջ էի խոսում, մանրամասն թվում էի, երբ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը դարձրեցին Ռուսաստանի ճորտ։ Գազը, լույսը, երկաթգիծը, արտադրական հզորությունները, ամբողջը։ Այս մարդկանց պետք է բացատրել, որ իրենց հետ այս դահլիճում նստում է Անուշ Քլոյանը, իմ շատ լավ գործընկեր։ Լևոն Քոչարյան, գիտես ով է Անուշ Քլոյանը։ Մարտի 1-ին Երևանի կենտրոնում սպանված Գոր Քլոյանի հարազատ քույրն է։ Հայրդ Անուշ Քլոյանի հորը ասելու բան ունի, թե չէ։ Հայրդ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամներին ասելու բան ունի, թե չէ։ Իհարկե չէ։ Քաղաքացիները անընդհատ դժգոհում են, ասում են այդ դահլիճում ինչ է կատարվում, երբ պետք է ավարտվի այդ ամեն ինչը։ 2021 թվականին հարգելի քաղաքացիներ 270,369 մարդ չկեղծված ընտրություններում գնացելու ձայն է տվել ֆիտոսանիտարական մաքրման ենթակա այս խմբակին ու բերել նստացրել ազգային ժողովի նիստերի դահլիճում տալով պատգամավորի մանդատ։ Ես լավ եմ հիշում Լոռու մարզում Ալավերդի խոշորացված համայնքում նախընտրական շտաբն է ղեկավարում, շատ լավ հիշում եմ ովքեր էին սրանց նախընտրական շտաբերի ղեկավարները, ինչքան նախկին կյանքի մեռել կար,
նախկին գյուղապետեր, չգիտեմ, մարզպետներ, եսիմ ովքեր, որ սրան ժամանակ մարդկանց խմելու ջրի խողովակները հանել տարեգես են սարքել իրանց համար, երեխեքի մանկապարտեզները սեփականացրել տուն են սարքել իրենց համար, դարել են սրանց շտաբի պետերը։ Ու մեկը սրա խնդրելով, մեկը նրա խնդրելով, մեկը այս նախկին գյուղապետի խնդրելով, մեկը այն նախկին մարզպետի խնդրելով, ահա թիվը 270,369, մեզանից մի դժգոհ եք։ Ես չեմ տեսնում այլ ճանապարհ Լևոն Քոչարյանի ու նրա նմանների հետ այս դահլիճում նստելու։ Ես սկզբունքորեն չեմ կարող ուրիշ բան ասեմ։ Որտեվ ես համարում եմ, որ Լևոն Քոչարյանը իր հերը, իր հորը հաջորդած Սերժը իմ երկիրը ներսից կերել են։ Քաղցկեղի պես 4-րդ կատեգորիայի, 4-րդ ստադիայի։ Ես գաղափարական բանավեճի հեռանկար այս ամբիոնից չեմ տեսնում այս մարդկանց հետ։ Եվ ամփոփելով խնդրանքս կոչս հորդորս ձեզ, 2026 թվականի լինելու են համապետական ընտրություններ։ Երբ որ կկայացնեք որոշում ձեր քվեն այս կամ այն ուժին տալու, առաջնորդվեք ձեր մտքով եւ խղճով, ոչ թե նախկին կյանքի մեռելների Ստանում այլանդակված մինչև հիմա, որ դատաիրավական ռեֆորմը իշխանությունը գցել է ոտին։ Եվ արդյունքում մենք ստանում ենք այլանդակ որոշումներ դատարաններում։ Այս վնասը Հայաստանում դեռ հաղթահարված չէ։ Որն է չափանիշը, որ մենք պետք է համարենք, որ սեպտեմբերի 18-ի դատավճիռն իրականացված է, առանց դրա շատ հստակ քաղաքական մասի, իրավաքաղաքական մասի, մենք չենք կարող արձանագրել, որ դատավճիռը կատարված է Հայաստանի Հանրապետության կողմից։ Նախ եւ առաջ այս դատավճիռը հիմք է քաղաքական լուստրացիայի համար։ Մարդկանց սպանել է պետությունը ըստ այս դատավճիռի։ Պետությունն ունեցել է իշխանություն, իշխանությունը ունեցել է գլուխ եւ ունեցել է քաղաքական ֆասադ, հանձինս կուսակցությունների ՀՀԿ, ԲՀԿ դաշնակցություն, որոնց ներկայացուցիչները թող ներող լինեն ներկաները, ահա այստեղ նստած իշխանությունը իրենց կոչում է մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ, 4 բառն էլ սուտ է, մերը չեն, հարգելի չեն, ընդդիմադիր չեն, այլ պետության թշնամիներ եւ գործընկերել չեն։ Տարեք գցեք։ Անհրաժեշտ է, այ օրենք է անհրաժեշտ եւ այդ կուսակցությունները պետք է լուծարվեն։ Ի վերջո դրանով անցել են իսպանացիները, երբ ձերբազատվել են Ֆրանկոյի բռնապետությունից, պորտուգալացիները Սալազարից, հա։ Լեհաստանը եւ Բալթյան երկրները կոմունիստական բռնապետությունից։ Հայաստանն այնպես չի, որ նրանք ժողովրդավարությունից բան չեն հասկանում, իսկ ստեղ մեզ բացատրում են, թե չէ դե կարող է ժողովրդավարական չի, այսպես չի, այնպես չի, օրակարգում նման հարց չունենք։ Ոչ, մենք ռումբի վրա ենք նստած մինչև հիմա եւ հենց ձեր ընդդիմադիր սիրելի գործընկերներն են ձեզ ռմբակոծում մեր